աշխատող եմ ես վերջի 10 տարիները եւ ահագին մարդ դուրս են մնում։ Ուղղակի ես ասում մենք չենք աշխատելու, փակելու ենք այնքան ժամանակ, մինչև որ կամ թող հետաձգեն, եթե վերանորոգում են, թող կտրտեն խանութներ անեն եւ տան մեզ, ինչ տարբերություն։ Մենք էլ ենք չէ վճարելու էդի, քան 4 հոգի մեծ բրենդով օգտվեն, այսքան ժողովուրդը դուրսը մնան։ Տնօրինությունը կոնկրետ ինչ է ասել։ Ասել է, որ կեսը փակվում է մինչև մարտի 15-ը, վերանորոգման է ասում, կեսը մնում է աշխատելու, բայց վերանորոգումից հետո այն մյուս կեսն էլ է հանձնվում։ Այսինքն լրիվ պիտի հանձնենք։ Ըստ շրջանառվող տեղեկությունների ինչ որ բրենդային խանութներ կամ ժամանցի կենտրոն են բացվել։ Մենք չգիտենք կոնկրետ, լսելու պահով ենք տենց ասել, մեզ ոչ մեկ կոնկրետ չի, բայց երեք հայտարարել են, որ մարտի 15-ին մինչև ապրանքները հավաքեք, գնացեք, ոչ միտեղ տեղ չկա։ Մարդիկ գնացել են Բանգլադեշ, Երևան, տոնավաճառ, Պալաս, ոչ միտեղ տեղ չկա։ Այսքան ժողովուրդը ոնց մնան գործազուրկ, այս ձմեռվա կեսին ապրանքը ձեռքը որտեղ մնան։ Մացես ասում են Երևան տոնավաճառ գնացեք, պատրաստվում եք գնալ։ Չէ, չեմ պատրաստվում եմ պայքարել, որ 30 տարի այստեղ եմ աշխատել, այստեղ էլ մնամ աշխատելու։ Իսկ տեղյակ եք, որ Երևան տոնավաճառը պատգամավոր խաչակրթության։ Այո, տեղյակ ենք, ու այն էլ ենք տեղյակ, որ ընդեղի պայմաններն ու ստեղի պայմանները вообще իրար չի համընկնում։ Ընդեղ ցևիլ, տաք, լավ, ամառը ինքը օթափողիչները աշխատում են ձմեռից, մենք այստեղ ամբողջ ձմեռ աշխատել ենք բանը, այսինքն վերարկուներով կանգնած ցրտին։ Դաժե հաճախորդն եկել ասել է, «Էսի ցուրտ է այստեղ»։ Ստացվում է, որ իրենց բիզնեսը զարգացնելու համար է ձեզ։ Այո, մենք այդքան գումար ենք տվել իրանց, նենշի 3%-ից 10% են դարձրել, մենք էլի պայքարել ենք, բայց էլի նորից այդ 10%-ն էլ ենք մուծել։ Հիմա այս ինչ է, այսքան ժողովուրդը մնան դուրսը, ապրանքը ձեռքը մարդիկ ուր գնան։ Ձեր ապրուստի միակ միջոցն է սա։ Ոչ, ամուսինս էլ է աշխատում, միակ միջոցը չի, բայց բացված օրվանից 95 թվից ես կանգնում եմ այս շուկայում։ Բաժանորդագրվեք Արմատ մեդիայի ալիքներին YouTube-ում, Facebook-ում, Instagram-ում և Telegram-ում։